որոշեցի իրականում YouTube-ի live-ի միջոցով խոսել ձեր հետ, որովհետև քննարկելու շատ բան ունենք ու Facebook-յան կամ մյուս սոցհարթակների ֆորմատները թույլ չեն տա երևի այսքան ծավալուն ու բովանդակային քննարկում ունենանք մենք իրար հետ։ Բոլորիդ խնդրում եմ նախ եւ առաջ դիտումը սկսելով միանգամից հավանել տեսանյութը, կիսվել ձեր ընկերների հետ, մեկնաբանություններ եմ գրել, մեկնաբանություններին եմ խոստանում ուշադիր կլինեմ, այնպես որ քննարկելու ենք արդեն իսկ մեկնարկած մեր քարոզարշավը։ Ինչ, սիրելի ընկերներ, գիտեք, որ սկսել ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը ու արդեն քանի օր է մենք մեր քարոզարշավը անում ենք մեր ուրախ ավտոբուսի ֆորմատով, վարչապետի հետ, վարչապետի առաջնորդությամբ այցելում ենք Հայաստանի Հանրապետության մարզեր, լինում ենք գյուղերում, լինում ենք քաղաքներում, լինում ենք մայրաքաղաք Երևանում, շփվում ենք մեր քաղաքացիների հետ ու դա անում ենք ուղիղ եթերի ռեժիմով, ինչը չափազանց կարևոր է ու ինչը ոչ մի ուրիշ քաղաքական ուժ չի անում, որովհետև նրանց մեծ մասը բացահայտ վախկոտներ են ուղակի ու դա իմ կարծիքով այնքան ակնհայտ փաստ է, որ դրա դեմ ուղակի վիճել չի կարելի։ Վստահ եմ, որ շատերդ հետևում եք այդ տեղի ունեցող process-ներին, հետևում եք մեր քարոզարշավին, հետևում եք վարչապետի ուղիղ եթերներին, հետևում եք մարդկանց արձագանքին, թե ինչպես են նրանք դիմավորում վարչապետին, ինչպես են դիմավորում մեզ, ինչ լավ շփում ալնում, ինչ դրական շփում ալնում ու հատկապես երեխեքի ֆենոմենն էլ վստահ եմ, որ նկատած կնեք կներեք, հիմա ուղղակի մենոնց գրում եմ, որ լավ ելույթ ունեցան այսօրվա լավակին, գրեմ վերջացնեմ ու նաև իմ այս ուղիղ եթերով կիսվեմ։ Եվ ահա, սիրելի ընկերներ, այս ամեն ինչի ֆոնին, մեր այս գերդրական, գերլավ քարոզարշավի ֆոնին, որը որ տեղի ունենում բոլորիդ աչքի առաջ, այս շփումների, այս ուղիղ եթերի ֆորմատի, այս ամեն ինչի ֆոնին մենք տեսնում ենք մեր ընդդիմության ողջ ողորմելիությունը, կարելի է ասել, այսինքն ուրիշ բառ երևի չկա էլ, որ դա ուղղակի տեղավորվի այս մտքի մեջ, դա հենց ողորմելիությունն է, մենք տեսնում ենք մեր ընդդիմության ողորմելիությունը, ուրեմն Ռոբերտ Քոչյանին ըստ երևույթին PR-շիկները հուշել են, որ գիտես ինչ ընկեր մարդիկ քեզ որպես հրեշ, որպես առնախում, որպես չգիտեմ ինչ են ընկալում, արի դու բան արա, տենց փորձի ինչ որ մարդկային կերպար ստանաս, դուրս արի, փորձի մարդկանց հետ շփվես ու դա այնքան մի ժամանակակից բառ կա, հիմա երիտասարդներն են շատ օգտագործում, cringe այդ բան էլի հայերեն համարժեքը չգիտեմ, կա թե չկա այս բառի, այդ cringe բառի հայերեն համարժեքը ինձ թվում է չկա ամեն դեպքում, բան էլի, sense են որ ընդհանրապես էլի, բան այդպես ողորմելի մի բան է ստացվում, երբ որ Ռոբերտ Քոչյանը այդպես փորձում է մարդկանց մեջ դուրս գա ու իրան ներկայացնի, որպես իրան ցույց տա, որպես մարդամոտ ինչ որ մի կերպար, որտեվ մարդիկ իրականում լավ գիտեն, որ եթե մարդամոտ լիներ, օրինակ մարտի 1 չեր անի, օրինակ Հայաստանի Հանրապետությունում, Երևան մայրաքաղաքի կենտրոնում 10 մարդ չէր գնդակահարվի, այդպես ուղղակի չէր լինի։ Չէր լինի ու վերջ, չէր լինի։ Էլ չեմ ասում տասնյակ ու եթե ոչ ավել քաղբանտարկյալներ չէին լինի իր օրոք, մարդիկ ուղղակի 5000 դրամ թոշակի համար ամիսներ շարունակ փողոցներում, բունտերում միտինգներ չէին անի, որպեսզի իրանց 5000 դրամ, ինչ եմ ասում, 5000 դրամ էր թոշակը ու դա ստանալու համար մարդիկ ստիպված էին լինում միտինգներ ու բունտեր անել Հայաստանի տարբեր քաղաքների փողոցներում, որտեղ դա էլ չէր տալիս պարոն Քոչարյանը։ Այս վերջերս այդ Գայլելու ընթացքում էր էլի, որ մտել էր մարդկանց մեջ, մեկն ասաց ոնց որ քյասիպցեր ես։ Այդ պապիկին ուզում եմ ասեմ, որ դեռ բավականաչափ չի քյասիպցեր, հարգելի պապիկ, վստահ եմ առաջիկայում շատ մոտ առաջիկայում էլ ավելի քյասիպն է ու դուք դրա ականատեսը կլինեք միանշանակ։ Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերին, բոլորիդ հայտնի այդ ուժեղ Հայաստան կոչված, չգիտեմ ինչ կոնգլոմերատը, եւս գնում է մարզեր, փորձում է կրկնօրինակել մեր քարոզարշավի ոճը, բայց դա էլ այնքան վատ է ստացվում։ Ինչ է գաղտնալսումները ու ձերբակալությունները կան դրանց մոտ, դա ուղղակի մի հատ խայտարակ վիճակում են ուղղակի գնացել են հանրահավաք անելու կապանում, որտեղ մենք ենք արել հանրահավաքը ու ինչ ասեմ, ենթադրում եմ մեր հանրահավաքի տեխնիկական սպասարկման անձնակազմը ավելի մեծ էր, քան նրանց հանրահավաքի մասնակիցների թիվը, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ունեմ հարգանք ու կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ունենալ իր քաղաքական դիրքորոշումը, այդ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ունեմ հարգանքի զգացում, նրանց քաղաքական դիրքորոշման նկատմամբ։ Բայց երբ որ դուրս են գալի բեծ-բեծ փրթում են հաջորդ վարչապետ, հաջորդ տանց, հաջորդ խնձոր ու մեկ էլ նայում ես հանրահավաքի թիվը ու լացդ գալիս է, որ այդ հանրահավաքներին նայում ես, ասում ես, ժողովուրդ, իրոք դուք իրավացի եք։ Այս ընթացքում իրականում շատ հետաքրքիր բաներ էլ եղան նաև այն իմաստով, որ Ռոբերտ Քոչյանն ու Սամվել Կարապետյանը ու Գագիկ Ծառուկյանը որոշեցին մեր քաղաքացիներին ապշեցնել հայերենի իրենց ուզում եմ ասել իմացությամբ, բայց չիմացությամբ, որովհետև փաստացի այդ մարդիկ ախր տգետ օլիգարխներ են, տգետ են եւ օլիգարխ, տգետ օլիգարխներ են նրանք ու
Այն որ մեկը Սամվել Կարապետյանը տեսել եք ոնց է տանջվում, ախր հասկանում եք մարդու 2 րոպե երևի միկրոֆոնը ձեռքին իր տան շեմքում կանգնած տանջվում է, որ արտասանի հաղթարշավ բառը։ Ասենք ոնց ասեմ 5 տարեկան կամ 5-րդ 5 տարեկան, 6 տարեկան, 7 տարեկան, ասենք երեխու կրթվածության կամ ինտելեկտուալ մակարդակը վստահաբար թույլ կտար էլի երկրորդ փորձից այդ բառը ասել, որտեղ երեխեքը կարող այդ բառը երբեք չեն լսել ու նորմալ է որ երեխան առաջ անգամ սխալվի, բայց վստահաբար պնդում եմ ձեզ պատահած առաջին դասարանցին այդ բառը կկարողանա առնվազն երկրորդ փորձից ճիշտ արտասանել։ Ու այս մարդը, այս չգիտեմ, նախադպրոցական տարիքի կրթությամբ կամ ինտելեկտուալ մակարդակով որոշել է, որ ինքը կարող է Հայաստանում մարդկանց ինչ-որ բան բացատրի կամ մարդկանց համար իրեն հանձնարարողների, իր վզին դնողների համար ինչ-որ բաներ անի։ Այդպես քայլեր կատարի, որոնց արդյունքում որ պետք է իրանց նպատակը վերջնանպատակը իրականանա ու իրան կարողանան այսպես Ռոբերտ Քոչարյանին դարձնել Հայաստանի Հանրապետության վարչապետ ու Հայաստանի անկախությունն էլ մատաղանել։ Ծոծորակներ եք տեսնելու, թե նմանատիպ բան եք տեսնել։ Ուղղակի բացարձակապես բարձ ճշմարտություն կա։ Դուք ձեր ծոծորակները տեսնելու եք, թե նմանատիպ բան է տեղի ունենա։ Ես ձեզ խնդրում եմ հիմա, որ ով նայում է այս եթերը, անպայման հենց հիմա հավանի տեսանյութ է, որտեղ սա շատ կարևոր է YouTube-ի ալգորիթմերի համար։ YouTube-ը հենց այդ լայքերի շնորհիվ է տեսանյութը ցուցադրում ավելի շատ մարդկանց, իսկ դա մեծ կարևոր է, որտեղ ինչպես գիտեք, կալուգացի օլիգարխը, մյուս օլիգարխները ինչ որ աստղաբաշխական թվեր են ծախսում իրենց գովազդների վրա, այս վերջերս տեսա կալուգացի Սամոյի ինչ որ մի տգիտության մարմնավորում երևի կարելի է անվանել այդ հոլովակը, այդ հոլովակի վրա մենակ գովազդի վրա մենակ Facebook-ում ծախսել էին 30 թե 40 հազար դոլար, մենակ մի էջում 30 թե 40 հազար դոլար։ Դու պատկերացնում եք այդ ինչքան է, այսօր պատկերացնում եք երևի իմ հիպոթեկի կեսն է, որը 20 տարի պետք է մնացի։ Ասեք, ես մարդիկ ինչի չեն անում, ինչի մասին են խոսում, ես ինչի մասին է, այս ավելի չէ։ Ինչևէ, սիրելի ընկերներ, այս կառուցարշավի ընթացքում նաև անչափ հետաքրքիր է Ծառուկյանի դիրքորոշումը, որը գիտեք, որ բան է անում, միջև վերջ չի խոստովանում, թե ով է իրանց վարչապետի տեխնացուն, սենց փորձում է մշուշի մեջ պահի այդ փաստը, թե իրանք չունեն վարչապետի տեխնացու կամ ավելի ճիշտ մի 4-5 հատ տեխնացու ունեն իրանց բառերով ասած, բայց սա այնքան ծիծաղելու, այնքան աբսուրդային է։ Ով չգիտի, թե ով է Ծառուկյանի վարչապետի տեխնացուն կամ ԲՀԿ-ի վարչապետի տեխնացուն։ Կա ինչ-որ մեկը այս երկրում, որ դրա մասին չգիտի։ Կա ինչ-որ մեկը, որ կես գրամ գոնե կասկածում է, որ Ծառուկյանի վարչապետի տեխնացուն Քոչարյանն է։ Չկա այդպիսի մեկը, ես վստահ եմ, որ չկա այդպիսի մեկը։ Ու նույնն էլ ուժեղ Հայաստանի պարագայում։ Կա ինչ-որ մեկը, որ կասկածում է, որ նրանց վերջնանպատակը իրանց տերերի պահանջով դա այն է, որպեսզի ինչ քվել հավաքեն, ինչքան էլ կարողանան հավաքել, դա վերջում տան Ռոբերտ Քոչարյանին։ Ես վստահ եմ, որ այդպիսի մեկն էլ չկա, ով կասկածում է դրա։ Դա ակնհայտ ճշմարտություն է ուղղակի։ Այս 3 ուժը, 3 օլիգարխիկ ուժերը, որ մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում այս խորհրդարանական ընտրությունների, նրանք 3-ի մեջ կա միայն մեկ քաղաքական ուժ, որը որ հայտարարել է, որ իր վարչապետի տեխնացուն առաջադրված է ու իր վարչապետի տեխնացուն իրենց առաջին համարն է, եւ այդ 3-ից մեկը դա Հայաստան դաշինքն է Ռոբերտ Քոչարյան տեխնացուով, Ռոբերտ Քոչարյան տեխնացուով, որովհետեւ նորից եմ ասում, Ծառուկյանը ասում է մենք վարչապետի տեխնացու չունենք կամ ավելի ճիշտ 4-5 հատ ունենք, բայց անունները չեմ ասի, պատկերացրեք էլի, ասենք Գագ Ծառուկյանը փորձում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին հիմարի տեղ դնել, չգիտեմ որ նա ավելի սյուռ է ամեն ինչի մեջ, բայց նա փորձում է դա անել այնուամենայնիվ։ Բայց 4-5 տեխնացու են, բայց ոչ մեկի անունը չեմ ասի։ Այսինքն դա չէ, որ սիրածդ կանոջը նվեր անակնկալը այչա վարչապետի տեխնացուն, որ չասես։ Ասպա կա, բայց չեմ ասի, մի 4-5 հատ կա, բայց չեմ ասի։ Հա, այդպես լավ չի։ Մյուսը ուժեղ Հայաստանն է, որի վարչապետի տեխնացուն իրանց արևին բանն է, մի 8 երկրի քաղաքացիություն, լավ չափազանցնենք 3 երկրի քաղաքացիություն ունեցող Կարապետյան Սամոնա Կալուգայի, որին հարցնում ասում են բան այն հիշեք մի շաբաթ, 2 շաբաթ առաջ էր, որ սենց բան գցեցին, արդեն սկսել է գործընթացը քաղաքացիություններից հրաժարվելու Կիպրոսի եւ Ռուսաստանի։ Երեգեր թե առաջ օր լրագրողը գնացել մոտիկացել, ասում է շատ լավ այդ գործընթացը, որ սկսել է Կիպր։ Ինչ քայլ է կարել այդ գործընթացը սկսելու շրջանակներում, ու այն որ ինչ որ չի ոնց որ չինական սնկի ազդեցության մոդելավորման բան է անում, սկսում է ինչ որ հեքիաթներ պատմել, առավոտ վեր կաց, զանգեցի վարդը։ Աբսուրդ է, ասեք, այդ քաղաքացիությունից հրաժարվելը ընդհանրեն ինչ որ մեկին պետք է լիազորագրես, որ քո անունից իրավունք ունի մոտենալ դեսպանատուն կամ հյուպատոսություն տվյալ երկրի, այս դեպքում Ռուսաստանի, ու հանձնել քո դիմումը քաղաքացիությունից հրաժարվելու մասին։ Կամ ինքդ պետք է գնաս, նույնքը ինքնուրույն չի կարող գնա, քանի որ տնային կալանքի տակ է, կարա ինչ-որ մեկին լիազորագիրը տա, նա էլ տանի թղթերը տա։ Չի արել այդ քայլը այս մարդը։ Չի արել ինչի, որտեվ այլ մարդ այդ ձեր ցավը տանեմ, ինչ ընտրություն, ինչ տեխնացություն, ինչ չգիտեմ ինչ։
Այս մարդու վզին դրել են, ասեն գնա ընտրությունների մասնակցի, սա էլ չգիտի ինչ ան, ինքը չի հասկանում ինչա կատարվում իր շուրջ բոլորը, ինքը այդքանը հասկանում եք չի գիտակցում, իր ուղեղում այդ ամեն ինչը տեղի ունեցող process-ներ ու մնացածը չեն տեղավորվում։ Ինքը սկզբից շատ լավ էր իրան զգում, որ բան է դառնում, իր դեմքով տենց արհեստական բանակալությամբ ռոլիկներ է սարքում, իսկ չէր էլ տանջվում այդ մարդը։ Հետո այնքան ձեռարանք, որոշեց, որ պետք է իր դեմքով խոսա ու կրինջը սկսեց ստեղից արդեն։ Ու ստեղից արդեն ծաղրը ու ծանակը սկսեց ու այս ծաղրն ու ծանակը ես չգիտեմ թե միջև ուրա հասնելու էլի ուղղակի։ Չգիտեմ թե միջև ուրա հասնելու այս ծաղրն ու ծանակը, բայց ինչ որ միտեղ հասնելու է ակնհայտորեն։ Հիմա այս մարդը տանջվում է, ամենօրյա ռեժիմով տանջվում է։ Դուք հասկանում եք այդ մարդուն ամեն օր դնում են կամերայի առաջ, ասում են խոսա։ Ու ինքը հայերեն չի կարողանում խոսել։ Ինքը ամեն մի բառը արտասանելու համար ես ենթադրում եմ, ասած 5 րոպե տանջվում է, 5 րոպե պարապում է, որ հայերեն 1 բառ կարողանա ճիշտ արտասանել։ Այսինքն միջին հաշվարկով տենց մի քանի 100 րոպե այդ մարդը տանջվում է օրվա մեջ, մի քանի 100 րոպե։ Ինչի համար։ Իրա ինչին է պետք է ամեն ինչ։ Իրան ուղղակի ստիպել են, որ ինքը գա այս ամեն ինչի մեջ մտնի։ Որ գա այս ամեն ինչի մեջ մտնի, որտեվ իր ունեցվածքը պատանդ է օտար երկրներում, պատանդ։ Ու ունեցվածքը ասելն էլ մի քիչ հարաբերական է, որտեվ այնտեղ նյուանսներ կա, դրա մասին հետո կխոսենք։ Բայց ինչև է։ Այս մարդը քաղաքականության մեջ ընդհանրապես ոչ քաղաքականության մեջ գաղափար ունի, ոչ առհասարակ որևիցե մի այլ բանի մեջ գաղափար ունի։ Ու այս կոնտեքստով, եթե ուզում ենք մենք պատկերացնենք, թե ինչ ալնելու հետագա քարոզարշավը ուղղակի լինելու է կատարյալ խայտարակություն, որովհետև ամեն անգամ, երբ որ այս մարդը կփորձի ինչ-որ մի բան խոսա եթերով, դա վերածվելու ուղղակի ծաղրի։ Հասկանում եք, որտեղ կան, աշխարհում կան շատ ու շատ հազարավոր, տասնյակ հազարավոր, գուցե միլիոնավոր մարդիկ, ովքեր իրենց մայրենի լեզվով վատ են խոսում ու տենց նորմալ է։ Կան նրանց մեջ նույնիսկ ինչ-որ մարդիկ, որ բիզնեսմեն են, կան մարդիկ, ովքեր այլ աշխատանք են կատարում, ֆիզիկական աշխատանք, կան մարդիկ, որոնք գործազուրկ են։ Հասկանում եք, բայց դրանց մեջ ոչ մեկ վարչապետի տեխնացու չի դեր կայանում որպես։ Դրանց մեջ ոչ մեկ վարչապետի տեխնացու չի դեր կայանում, որովհետև դա անարգանք կլինի այն ժողովրդի նկատմամբ, որի վարչապետը լինելու հավակնություն իրանք պետքա դեր կայացնել։ Ու հետեւաբար նրանցից ոչ մեկ այդ հավակնությունը չի դեր կայացնում։ Բացի այս մեր երեքից։ Դե Ծառուկյանի բանը Ֆանտասմագորիան ու նրա մնացած այդ մտքի թռիչքներն ինձ թվում արդեն անգերազանցել են ու դրանք դասական հայ քաղաքագիտության տենց դասական, կարելի ասել նմուշներ են ու դրանք պետքա մագաղաթների վրա փոխանցվեն սերնդեսերուն, բայց այդ բարբերաբար այդ շարքը բան անում էլ դրացվում է այդ շարքը։ Այս երկու օր արդեն ընկած բան անում Երևանի կամ Հայաստանի փողոցներով ընկած Լուկաշենկոին է պաշտպանում այս մարդը ու Լուկաշենկոին պաշտպանելու իր այդ արշավի շրջանակներում ես չգիտեմ ինչի է ուզում հասնի։ Ուզում հասնի նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ասեն, հա ապրի Լուկաշենկոն, որ Ադրբեջանին մատակարել այն պոլոնեզները, որոնցով Հայաստանի Հանրապետության զինվորներ են սպանվել, այսինքն եթե դա լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, եթե դա է նպատակը, ապա չեմ կարծում, որ այդքան հաջողանա։ Հիշում եք, չէ՞ որ Բելարուսը 2017 թե 18 թվականին էր, որ Ադրբեջանին ահռելի քանակությամբ պոլոնեզ հեռահար կրակի համակարգեր էր մատակարարել, որոնք իրանից ներկայացնում է 100+ կիլոմետր, 100-ից առնվազն ավել կիլոմետր հեռավորության վրա կրակահերթեր արձակող հրթիռահրետանային համալիրներ ու մեծ ալիք էր բարձրացել Հայաստանում այդ շրջանում, որ ոնց կարելի է, ոնց է դա հնարավոր, ՀԱՊԿ անդամ երկիր ու ՀԱՊԿ անդամ երկիրը Ադրբեջանին էս մահացու զենքերն է մատակարարում, ընդերից է դա ինչ-որ մի ապուշություն էր հնչել, թե իբր սա Հայաստանի դեմ չի, բայց 44 օրյա պատերազմի հենց մեկնարկին Ստեփանակերտը հրթիռակոծվում էր հենց այդ պոլոնեզներով, այն որ քաղաքացիական զոհեր էին լինում, զինվորներից էին զոհեր լինում, դա հենց պոլոնեզով էր։ Ու վերջում էլ, երբ որ 44 օրյա պատերազմը արդեն ավարտվել էր, Լուկաշենկոն գնաց Իլհամ Ալիևի ձեռքը սեղմեց եւ ասաց՝ մենք իրար հետ փայլուն օպերացիա արեցինք։ Գիտեք, sense մարդկային ու առհասարակ, հենց մարդկային երևի, մարդկային բան կա, որ երբ որ ինչ-որ մեկի հետ քեն ես ունենում, ինչ-որ մեկի հետ թշնամանք ես ունենում, դու գիտես, որ այս մարդու հետ ես ունեմ թշնամանք ու այս մարդու հետ ես ունեմ կռիվ։ Ու դու ունենում ես օրինակ ընկերներ։ Ոչ ոք մի բայ պատկերացրա այդ քո քեն ունեցած, քո թշնամանք ունեցած մարդու հետ, քո այդ պատկերացրած երևակայելի ընկերը գալիս է ու սկսում են քեզ ծեծել։ Գալիս է ու սկսում են երկուսով քո երևակայական ընկերը, այս դեպքում ՀԱՊԿ քո դաշնակիցը Ադրբեջանի հետ, քո պատկերացրած թշնամու հետ գալիս է ու սկսում են քեզ ծեծել։ Ես ձեզ վստահեցնում եմ, դեպքերի 100%-ում մարդկանց մեծամասնությունը այս դեպքում ավելի շատ շոկի մեջ է ընկնելու նրանից, որ իր երևակայելի կամ իր պատկերացրած իր ընկերն է եկել ու մասնակցել իր նկատմամբ այս կռվին։ Լուկաշենկոն եղել է հենց այդ մեկը։ Հենց այդ մեկը, որ դաշնակցի անվան տակ մեզ, տենց բանից պարզվել է, որ ինքը 44 օրյա պատերազմին փաստորեն մեր դեմ օպերացիա էր իրականացնում, դե ինչ ասենք։
Ու տենց մի բան կա իրականում, նրա հետ որ դու այդ կռիվը ունեցել ես, ի սկզբանե այդ ճշտամանքը ունեցել ես, ի սկզբանե նրա հետ դու կարաս բարիշ ես։ Կարա այդ ճշտամանքը վերջի ավարտվի, բայց քեզ դավաճանած քո այդ երևակայելի ընկերոջ հետ երբեք դա մարդկային հոգեբանություն է, ուղղակի Լուկաշենկոն հենց այդ քեզ դավաճանած քո ընկերն է, որ քեզ եղբայրություն է խոստացել, բայց ճշտամաբար քեզ բան արել։ Իսկ Ծառուկյանն էլ այդ քո ճշտամուն ձեռ գցած քո իբր ընկերոջ պաշտպանն է Հայաստանի Հանրապետություն։ Մնացածը արդեն բան է։ Ու այս ընտրություններում յուրաքանչյուր քվե Ծառուկյանին դա նշանակում է, որ այդ քվեն տվող մարդը ասում է, որ այո, Լուկաշենկոն լավ է արել։ Լուկաշենկոն լավ է արել, որ այդ ամեն ինչը արել է։ Ես վստահ եմ, որ նմանատիպ մարդիկ շատ քիչ են։ Շատ քիչ են։ Ես վստահ եմ, որ նմանատիպ մարդիկ շատ քիչ են ու քիչ են լինելու մեր հասարակությունում, դե դուք կտեսնեք արդեն մնացածը։ Խնդրում եմ շարունակել հավանել տեսանյութը, որտեղ դա օգնում է, որ YouTube-ի ալգորիթմը դա ցույց տա շատ ավելի մարդկանց, իսկ մենք խնդիր ունենք բազմա միլիոնանոց, այսպես ասած, ընդդիմադիր օլիգարխիկ այդ գովազդների դեմ միասին ճակատ կազմելու, այնպես որ շատ եմ խնդրում եւ հավանեք տեսանյութը եւ մեկնաբանություններ գրեք անընդհատ եւ նաեւ կիսվեք ձեր սոցիալական էջերում, օրինակ Facebook-ում, չգիտեմ, մյուս սոցիալական ցանցերում կիսվեք այս տեսանյութի հեղումով ու անպայման հավանեք, մի մոռացեք հավանել տեսանյութը։ Իսկ Ծառուկյանի մասին Ծառուկյանը հիմա կրկնակի պատանդի կարգավիճակում է իրականում։ Կրկնակի պատանդի կարգավիճակում է, որովհետև Ծառուկյանի որդին մեծը, եթե չեմ սխալվում, այս բան գտնվում է Բելարուսում։ Ու Բելարուսում գտնվելով փաստացիորեն թաքնվում է Հայաստանի Հանրապետության իրավապահներից։ Հայաստանի Հանրապետության իրավապահներից, գիտեք ինչի համար, որովհետև ամիսներ առաջ էր, որ ինչ-որ կրակոցներ էին հնչել կազինոներից մեկի մոտակայքում ու չգիտես ինչի բոլորը պնդում են, որ այդ կրակողը Ծառուկյանի որդին էր։ Ծառուկյանի որդին էր այդ կրակողը։ Հետո չգիտես ինչ հրաշքով կարողացավ մի ձև այդ որդին փախնել ու հանգրվանել Բելարուսում, Ծառուկյանն ու իր թիմն ասում են գործուղման է գնացել, գործերը կավարտի կգա, քոչի թաքնվելու բան, հետո պարզվեց թաքնվելու է, այլ ասում է կգա, բայց հունիսի 8-ից հետո։ Այսինքն այն հույսով, որ պետք է իրանց այդ օլիգարխիկ կլանը, Կալուգացի Սամոյի, Քոչարյան Ռոբի ու իր այդ օլիգարխիկ կլանը պետք է ընտրություններ հաղթի, իր որդին էլ գա ու շարունակի Հայաստանի Հանրապետության փողոցներում կրակել։ Ում վրա կրակել։ Ում որդիների վրա կրակել, հա։ Ում վրա կրակել։ Ծառուկյանը երկու որդի ունի, երկուսն էլ բանակում չեն ծառայել, խի չեն ծառայել։ Ոնց տենում ենք այն այս մեկը լավ էլ կրակել գիտի, չէր կարող կրակել, այդ բանակում չէր կարող կրակել, կազինոների մոտ է մենակ կարող կրակի։ Իր համար կարելի էր մի նոր ծառայության վայր մտածել, օրինակ ինչ որ մի կազինոյի մոտ, թող այդ կազինոյի մոտ ծառայեր 2 տարի։ Հիմա իջնած եթե հիմա գնամ 1.5 տարի է ծառայելու իդեպ, մետել է մեր բարեփոխումներից, բայց ինչև է, թող մի օր ծառայեր։ Ախի չի ծառայել։ Առհասարակ դուք այս ֆենոմենը զգացել եք, չէ՞, որ այս մարդիկ, ովքեր որ ամենաշատն են, իրանք sense բանի տեղ դրած, իրանք հայրենասեր են, իրանք բան այնտեղ Արարատ, Ղարաբաղ, Արցախ, Ստեփանակերտ, բան sense հեքիաթներ են պատմում մարդկանց, sense ինչ որ հայրենասիրական ճառեր ու կենացներ են ասում ամբիոններից ու բաներից, սրանցից ոչ մեկի չի ծառայել բանակում։ Կալուգացի Սամոն հեքիաթներ է պատմում առավոտից իրիկու հայրենասիրության, Ղարաբաղի, այնտեղ չգիտեմ, հեքիաթ պատմել էլ չգիտի նա այնքան բան, հա, բայց այնուամենայնիվ, հա, ինչ որ ադրբեջանցիներից պաշտպանվելու ուժեղ ելնելու բանի մասն է պատմում, երկու տղա ինքը ունի, երկու տղա իր աղբերն ունի։ Այս 4-ից ոչ մեկ բանակում չի ծառայել, հա։ 4-ից ոչ մեկ, հասկանում եք, նենց չի 4-ից 2-ը ծառայել է, 2-ը չեն ծառայել, 3-ը ծառայել են, 1-ը չի ծառայել, լավ, 1-ը ծառայել է, 3-ը չեն ծառայել, չէ։ 4-ից 4-ն էլ չեն ծառայել։ Խի։ Որտեւ այս մարդիկ մտածում են, որ իրանք կապույտ արյուն ունեն։ Խի պետք է իրանք ծառայեն։ Հենա իրանք հեքիաթը կասեն, սենց կասեն մենք բարերար, բարեգործ, մեր երգիր, բան, սենց բաներ, հեքիաթներ կպատմեն, այդ թողեն այն գյուղացիների, այն քաղաքի ոչ այդքան հարուստ մարդկանց երեխեքն գնան իրանց այդ սանձազերծած պատերազմներում մեռնեն, բայց իրանց երեխեքը չեն մեռնելու։ Ու այդ է այս մարդկանց տարբերությունը։ Բանը էլի ֆենոմենալ բան է, հասկանում եք, կարա լինի մարդ, որ ինքը լինի տենց, չգիտեմ, միլիտարիստական, խիստ տենց ռազմատենչ բան, բայց այդ մարդը այդպեսին է լինելու բարոյական իրավունքը կունենա այն ժամանակ, երբ որ իր որդին կլինի առաջնագծում։ Պատերազմ տենչացող մարդը որոշակի բարոյական կերպար առհասարակ կարա ունենա այն ժամանակ, երբ որ իր որդին ամենաառաջնագծում։ Հակառակ ցանկացած պարագայում դա ընդհանրապես ինչ ասեմ։ Դա ծիծաղ առաջացնող մի չգիտեմ ինչ է։ Ու այս մարդիկ էլի տենց բան են անում։ Հիմա փորձում են ամբողջ իրանց քաղաքական թեզը կառուցել բանի վրա։ 300,000 ինչ-որ հեքիաթային ադրբեջանցիների վրա, հեսա վաղն էլ ասելու են, չգիտեմ, 300-ը ոնց որ շատ են ասում, հեսա մի քիչ, քաղաքական սնանկության մասին է այս ամեն ինչը։ 300,000 ադրբեջանցու մասին խոսույթ տանող միակ լոկոմոտիվը ամբողջ աշխարհում դա Հայաստանի եռագլուխ օլիգարխների
թևնա, չգիտեմ, թիմնա, ինչն է, ինչ որ է։ Այս երրագլուխն է մի խոսքով։ Երեք գլխիկներն են այս օլիգարխիկ, որ այս թեման առաջ են տանում Հայաստանի Հանրապետությունում եւ առհասարակ ամբողջ աշխարհում։ Ասում եմ, բացեք, օրինակ բացեք կամայական ադրբեջանական մամուլ։ Եթե Ադրբեջանում այդ 300,000 ադրբեջանցիների մասին սրանց խոսածածի 10%-ի չափ խոսվում է, ամոթ լինի ինձ։ Բացեք վերջի 15 օրվա ադրբեջանական մամուլը։ Եթե ադրբեջանական մամուլում վերջին 15 օրվա դուք կգտնեք 300,000 ադրբեջանցու մասին այնքան խոսույթ, ինչքան որ սրանք են խոսում Հայաստանի Հանրապետությունում, ամոթ ինձ։ Չկա տենց բան։ Որտեվ տենց բան ուղղակի չկա, առհասարակ նման բան չկա։ Այս թեման փակել է Հայաստանի Հանրապետության վարչապետը ասելով մի շատ པարզ բան։ Երկուստեք այդ վերադարձների գնալու գալու մնացածի մասին խոսույթը դա կոնֆլիկտի մասին խոսույթ է։ Նման բան մեզ պետք չի, նման բան պետք չի Հայաստանին ու նման բան պետք չի Ադրբեջանին։ Եվ հետեւաբար ոչ Ղարաբաղցիների վերադարձի մասին է պետք խոսալ եւ ոչ էլ պետքա խոսալ որևէ կերպ ադրբեջանցիների վերադարձի մասին, անկախ դրանց լեգիտիմությունից կամ այս մեկից կամ այն մեկից կամ դրանց իրավական հիմքերից փակված է հարցը եւ վերջ։ Բայց պարզվում է մարդիկանում դուրը չի գալի, որ այս հարցը փակված է։ Կան մարդիկ ում դուրը դա չի գալի ու այդ մարդիկ ձեզ հայտնի է 3 օլիգարխիկ ուժերն են 3 օլիգարխիկ ուժեր հա այնտեղ մանր ձեռնասոններին չեմ անդրադառնում էլի սրանց ասենք այնտեղ Արմանա Թաթոյան Հայկ Ամարության բանը ասենք անիմաստ է որտեվ ընդհանրապես այդ կշիռը չունեն առհասարակ որ նրանց անդրադառնանք իրանց շեֆերի մասին ենք հիմա խոսում այդ երկուսի Էտա Էսա ամբողջ եղելությունը ու էսա ամբողջ process-ը։ Ես եւս մեկ անգամ խնդրում եմ անպայման հավանել տեսանյութը, որովհետեւ դա օգնում է որպեսզի YouTube-ի ալգորիթմերը տարածեն դա։ Խնդրում եմ նաեւ կիսվել ձեր Facebook-յան եւ մյուս սոցիալական ցանցերի էջերում ձեր ընկերների հետ այս տեսանյութով, որովհետեւ կարևոր թեմաներ ենք խոսում ու եթե նաեւ առաջիկայում կուզեք, առաջիկայում էլ անպայման էլի այս ֆորմատով եթերներ կունենանք, բայց մենայն դեպքում եթե այս եթերը տեսնենք որ հետաքրքրություն առաջացնում է, դա ցույց տալու լավագույն տարբերակը հավանումներ ու կիսումներն են։ Լավ եկեք այսօր այսքանով ենթադրում եմ սահմանափակվենք, էլի թեմաներ կլինեն, ես էլ իրականում շատ գործեր ունեմ, գիտեք նաև որ մեր ընտրական շտաբի պետի տեղակալն եմ ու այստեղ ահագին գործեր են կուտակվել կարծես թե փորձեմ դրանց անդրադառնալ, մեր տղաներն էլ խնդրեմ որ գան անջատեն լայվը դիմացից, որպեսզի կարողանամ գնամ ու զբաղվեմ գործերովս։ Անչափ շնորհակալություն բոլորից, նորից հավանում եք տեսանյութը։